Ըստ էության Հայաստանի և Հունաստանի միջև այսօր կա շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, բոլորովություններով մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և նախագահի պետական այցը Հունաստան դրա վկայություններից մեկն է և այսօր նախագահի գլխավորությամբ նաև հանդիպում տեղի ունեցավ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ, որտեղ նաև մասնակցում էին խորհրդարանականներ, ես որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար և իմ գործընկերը հունական կողմից որպես Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, մենք նախորդ տարի նաև Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվել ենք Աթենքում, նորից շատ հագեցած օրակարգով և առաջիկայում իմ հրավերով նաև իմ գործընկերը և Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները կժամանեն Երևան և մենք Երևանում ևս կունենանք բավականին հագեցած աշխատանքային քննարկում մեր հարաբերությունների խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար։ Խորհրդարանական կապերը և հարաբերությունները ընդհանրապես չափազանց կարևոր են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, փոխգործակցության մասին։ Մենք ունենք ինչպես երկկողմ շատ հագեցած օրակարգ և արդյունավետ հարաբերություններ մեր խորհրդարանական գործընկերների հետ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, տարբեր միջխորհրդարանական պլատֆորմներում մեր համագործակցությունը շոշափում է ամենատարբեր ոլորտները, ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ մշակութային, տնտեսական համագործակցության ըստ էության մենք և մեր հույն գործընկերները արձանագրել և արձանագրում ենք, որ ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, մշակութային կապեր, մենք կարիք ունենք խթանելու նաև մեր տնտեսական հարաբերությունները և հատկապես հաշվի առնելով այն նոր հնարավորությունները, որ բացվում են մեր առջև որպես պետություն խաղաղության հաստատման, սահմանների ապաշրջափակման, թրիփի և առաջիկա բոլոր նախաձեռնությունների համատեքստում, այստեղ կա շատ մեծ պոտենցիալ մեծացնելու նաև ներդրումային գրավչությունը մի շարք երկրների, Եվրոպական միության ու այդ թվում նաև Հունաստանի հետ։ Հունաստանի հետ ունենք մեր ունեցած ջերմ հարաբերությունները ավելի հեշտացնում են նաև այդ տնտեսական նոր խթան դառնալու համար։ Այնպես որ օրակարգը շատ լայն է, և մենք այս օրակարգի բոլոր ուղղություններով աշխատել և աշխատելու ենք։